Սամվել Կարապետյանը այդքան համարձակ չէր լինի ինքնուրույն այդ քայլը անելու համար։ Իմ տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ մի տեսակ բան սադրեց, որպեսզի Սամվել Կարապետյանը մտնի քաղաքականություն ժամանակից։ Դա Նիկոլ Փաշինյանի մարտավարությունն էր։ Նրան ձեռնտու է բոլորին, նախկիններ, չգիտեմ, ասենք, չգիտեմ, մեկը Թալանչի եղել, մեկը Ռուսաստանից, ամեն մեկին ում կարելի է պիտակավորել, ով խոցելի է, բոլորին հավաքել մի տաշտակում, ընդհանուր մեղադրանքներ հնչեցնել միաժամանակ բոլորի հասցեին։ Հիմա այս մեկը Թալանչի է ենթադրենք, բայց Ռուսաստանի մարդ չի, օրինակի համար։ Չէ, դուք նույն տաշտակում եք, ու երբ որ ասում եմ դուք Ռուսաստանից ուղղորդվող թալանչիներ եք, ուրեմն քեզ էլ է վերաբերում, քեզ էլ է։ Հիմա Սամվել Կարապետյանը Հայաստանում կարծես թե թալանով չի զբաղվել, հակառակը բարեգործություն է արել։ Բայց քանի որ դու այնտեղ նույն տաշտակում ես, դուք այդ նույն նախկիններն եք, որոնց Ռուսաստանը ուղարկել է այստեղ, որ հայկական հեղափոխությունը խեղդի, այդպես Նիկոլ Փաշինյանը ձևավորում է մի հատ վիրտուալ տաշտակ, որի մեջ լցնում է բոլորին։